Բարի գալուստ, մեր ալիք։ Այսօրվա թողարկման թեման է Սփյուռքի ներդրումային մասնակցությունը եւ համահայկական բանկի ռազմավարական նշանակությունը։ Այս հարցերի շուրջ զրուցելու ենք Շահումյան հասարակական կազմակերպության ներկայացուցչի հետ։ Շնորհակալություն մեզ հետ լինելու համար։ Նախ ասեք, ինչու է Շահումյան կազմակերպությունը կարևորում Սփյուռքի ներդրումային մասնակցությունը։ Շահումյան կազմակերպությունը համարում է, որ Սփյուռքի գիտակից հայրենիների ֆինանսական ներդրումները եւ վերահսկողությունը Հայաստանի ֆատանդը հիմնական գործիքներից են։ Սփյուռքի ներուժի նպատակային օգտագործումը կարող է ապահովել երկրի կայուն տնտեսական աճ, նվազեցնել արտաքին ազդեցությունը եւ բարձրացնել պետական ու մասնավոր հատվածների հաշվետվողականությունը։ Այս ներդրումային մասնակցությունը կոնկրետ ինչ ուղղություններով պետք է գործի։ Սփյուռքի ներդրումային մասնակցությունը պետք է ապահովի ռազմավարական նախագծերի ֆինանսավորում, կենսական կարևորության ենթակառուցվածքներ, էներգետիկ ու ջրային համակարգեր, գյուղատնտեսական ծրագրեր, ազգային արդյունաբերության զարգացում եւ տեխնոլոգիական արդիականացում, ներդրումների վերահսկողություն, ապահովելով շուկայի կարգավորումը, հակասպեկուլյատիվ գործընթացների կանխարգելումը եւ ազգային շահերի գերակայությունը։ Առանց Իսկ ինչպես է այս համատեքստում տեղավորվում համահայկական բանկի գաղափարը։ Համահայկական բանկը ստանում է ռազմավարական նշանակություն։ Այն նախատեսված է որպես կենտրոնական ֆինանսական հարթակ, որը կհամակարգի Սփյուռքի ներդրումներն ու կկատարի մի քանի կարևոր ֆունկցիաներ։ Կարող եք նշել այդ ռազմավարական ֆունկցիաները։ Դրանք են մասնավոր բանկերի ազդեցության նվազեցում, կոռուպցիոն եւ սպեկուլյատիվ ռիսկերը սահմանափակելով, ինչը կբարձրացնի ֆինանսական համակարգի կայունությունը, արտաքին փառքի մարում եւ վերահսկում, Սփյուռքի ներդրումների միջոցով ապահովելով երկրի տնտեսական ինքնիշխանությունը եւ պետական բյուջեի կայունությունը, տնտեսության ֆադն խթանում, կենտրոնանալով ռազմավարական ոլորտների վրա, խրախուսելով տեղական արտադրությունը, երիտասարդ ձեռնարկատերերին եւ ազգային արդյունաբերությանը տրամադրելով մատչելի վարկային ռեսուրսներ, ներդրումների խելամիտ կառավարում, ապահովելով, որ դրանք ծառայեն երկրի երկարաժամկետ ռազմավարական նպատակներին, ոչ թե կարճաժամկետ շահարկմանը, հայապահպանության ծրագրերի աջակցությունն Սփյուռքում, կրթական, մշակութային եւ համայնքային ծրագրերի ֆինանսավորմամբ, որոնք նպաստում են հայապահպանական արժեքների եւ հայրենիք Սփյուռք կապի ամրապնդմանը։ Ներդրումների բնույթը հետաքրքիր է։ Սփյուռքահայերը ներդրում կատարելով ինչ են ստանալու։ Այստեղ խոսքը նվիրատվության մասին չէ։ Սփյուռքի հայերը բանկում ներդրումներ կատարելուց ստանում են իրենց ներդրումների նկատմամբ շահույթի համապատասխան մասնաբաժինը։ Ներդրողները կարող են գնել բանկի բաժնետոմսեր եւ ստանալ շահույթ, ըստ իրենց ներդրած կապիտալի։ Սա ապահովում է ոչ միայն ներդրողների ֆինանսական շահագրգռվածություն, այլև բանկի հաշվետվողականություն եւ երկարաժամկետ կայունություն։ Իսկ կազմակերպման մեխանիզմը ինչպես է նախատեսվում։ Այս աշխատանքը կկազմակերպի Սփյուռքի նախարարությունը, օգտագործելով Սփյուռքի ֆինանսական եւ բանկային ոլորտի փորձառու մասնագետների մասնակցությունը։ Նրանց փորձը կապահովի ներդրումների արդյունավետ կառավարումը, բանկի շահութաբերությունը եւ ծրագրի բարձր մակարդակի հաշվետվողականություն, շահերի համահունչ բոլոր ուղղություններով։ Ինչպիսի ուղերձ ունեք Սփյուռքի մեր հայրենակիցներին։ Սիրելի սփյուռքահայեր, միացեք Շահումյան կազմակերպությանը, որպեսզի իրականացնենք այս ազգային ռազմավարական ծրագիրը եւ համախմբենք բոլոր հնարավորությունները Հայաստանի տնտեսական ինքնիշխանության եւ հայապահպանության համար։ Շնորհակալություն այս հետաքրքիր զրույցի համար։ Հուսով ենք, որ մեր ունկնդիրները եւս կմտածեն այս գաղափարների կարեւորության շուրջ։ Հետևեք մեզ, որպեսզի տեղեկանաք մեր ծրագրերի եւ նախաձեռնությունների մասին։